Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված քաոսը Հայաստանի տնտեսության վրա իր ազդեցությունը կունենա ամիսներ անց։ Ավելի ստույգ Հայաստանի քաղաքացու համար տեսանելի կլինի ամիսներ անց։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո կառավարությունը ավելացրեց ակցիզային հարկերը, որի արդյունքում շուտով կբարձրանա ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի և դիզվառելիքի գինը։ Կառավարման նոր ժամկետ, նոր գներ, նոր ու բարձրացված հարկեր։ Տնտեսվարողների համար պատրաստվող նոր մարտահրավերների մասին զրուցում ենք Սերգեյ Խաչատրյանի հետ։ Սերգեյ Խաչատրյան, տնտեսագետ, 2011-ից 2016 թվականներին աշխատել է Ֆինրեսում որպես աշխատակազմի ղեկավար։ 2019-ից մինչ օրս Սեյֆինվեստ ՑՊ-ում որպես գործադիր տնօրեն։ 2021 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնում դասախոս սեմինարավար։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի լիիրավ անդամ որպես աուդիտոր։ Հայաստանի աուդիտորների պալատի հարկային հանձնաժողովի անդամ։ Բարի երեկո, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Ողջույն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք։ Մենք անընդհատ խոսում ենք արտահանման հետ կապված խնդիրներից, սպասվող տնտեսական քաոտիկ վիճակից, բայց կառավարության առաջին նիստում ընտրություններից հետո ըստ էության հստակ արդեն հայտարարվեց, որ ակցիզային հարկը որոշա ծխախոտի, ալկոհոլային խմիչքի, վառելիքի հետ կապված, բենզինի և դիզվառելիքի բարձրանում է։ Ինչ է սա նշանակում։ Լիլիթ ջան, տեսեք, ակցիզային հարկի բարձրացման մասով վերջին փոփոխությունները ավելի լայն քննարկման առարկա դարձան, սակայն պետք է նշեմ, որ ակցիզային հարկը Հայաստանում միայն նոր չի, որ բարձրանում է եւ վերջին մի քանի տարիներին պարբերաբար նշված ապրանքների համար բարձրացում է տեղի ունենում։ Ակցիզային հարկի փոփոխությունները, բարձրացումները ըստ իմ մասնագիտական դիրքորոշման, դա միակ այն հարկային դաշտն է, որտեղ որ բարձրացումները միջազգային մակարդակով որոշակի արդարացումներ ունեն։ Հիմնավորումն այն է, որ ծխախոտային ապրանքը, որը որ սպառողների առողջությանը վնաս են հասցնում, միտում մնանալով անընդհատ այդ ապրանքի արժեքը բարձրացնելով սպառման նվազմանը հասնել է։ Եվ այս քաղաքականությունով է, որ կառավարությունը անընդհատ բարձրացումներ է իրականացնում, սակայն որոշակի տարբերակումներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Տեսեք, միջազգային հարթակներում բարձրացումներ նշեցի, որ նպատակ ունեն նման ապրանքների, սակայն մեզ մոտ ոչ միայն օրինակ ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումն է տեղի ունենում, այլ օրինակ վառելիքի, բնական գազի, որը որ նաև հենց առաջի սպառման լոգիստիկ ծախսերի մասով ազդեցություն ունի, եւ եւս մի կարևոր գործոն, որ նշեցի փոփոխությունները վերջի տարիներին պարբերաբար կատարվել են եւ բարձրացումները տեղի ունեցել։ Այստեղ պետք է իրականացնենք վերլուծական աշխատանքներ, թե արդյոք այդ բարձրացումները ժամանակին, որ կատարվել են, իրենց նպատակին ծառայել են, ինչ ազդեցություն են ունեցել սպառման վրա, արդյոք այդ բարձրացումները նպաստել են ծխախոտի սպառման նվազմանը, թե միևնույն է, սպառողները շարունակել են պարզապես թանկ գնով են ձեռքբերումները կատարել եւ այստեղ միայն պետբյուջեի մուտքեր են ավելացել։ Այս գնահատականը պետք է տրվեր եւ որից հետո շարունակեին նոր բարձրացումներ իրականացնել, եթե իհարկե միջև նպատակին ծառայել էր։ Եթե ոչ, ապա նման քաղաքականություն պետք չէ որդեգրել, այլ գործիքակազմով պետք է ազդել տվյալ ապրանքների սպառմանը։ Այո, եթե ծխախոտի մասով ինչ որ առումով հասկանալի է, գուցե նաև ալկոհոլային խմիչքների, ապա բենզինի, դիզվառելիքի հետ կապված սա ինչի հետ է կապվում։ Սա մեր որոշումն է, այսինքն թե նորից համաշխարհային տենդենսների հետ է։ Ինչպես նշեցի, դա նպատակ չունի հենց այդ ապրանքների հետ կապված, այո, սա ներքին որոշում է կարծես թե, եւ բացի, եթե չկա այդ վերլուծական աշխատանքները մյուս ապրանքների մասով, ապա արդարացված չի այդ հարկատեսակի անընդհատ բարձրացումը, որովհետև իր հիմքում հենց ընկած է այդ ապրանքների քիչ սպառմանը։ Եթե չկա այդ աշխատանքները եւ վառելիքներ զուգահեռաբար մենք մեկնաբանում ենք իբր թե միջազգային հարթակներում կամ համաշխարհային տնտեսության մեջ դա բարձրացում ունի, միացնում ենք նման ապրանքներ, ապա դա արդարացված չի եւ հարկերի նոր հավաքագրման միտում ունի ավելի շատ։ Այսինքն տպավորությունը այդպեսին է, որ դա նոր հարկային մուտքի ապահովում է, սակայն հիմնավորումը
փորձում են ինչ-որ ձև արդարացնել նման ապրանքների հետ կապված։ Սա երկվանից է գործելու եւ մոտավոր հնարավոր է արդյոք հաշվար կանել, այսինքն մոտավոր ինչքան կթանկանան օրինակ։ Լիլիթ ջան, տեսեք, ամեն տարի բարձրանում է հենց տարվա հունվարի 1-ից եւ որոշակի գործակիցներով հիմա շրջանառվում է 3% գնաճին համընթաց, ես չեմ կարող այսպես գնահատական տալ, քանի որ պետք է ընդունվի օրենքը հստակ վերջնական, դեռ հավանության տված է, պետք է ընդունվի օրենքը, որպեսզի հասկանանք, բայց այդ շրջանակներում է փոփոխությունները լինում, բայց փոփոխությունը կարող է կատարվել, որ 2027 թվականի կանի հունվարի 1-ից բարձրանա, շարունակաբար ամեն տարի բարձրացում տեղ ունենա։ Այսինքն մի փոփոխությունով մենք մի քանի տարվա բարձրացում ապահովենք, ինչը եղել է նախկինում։ Այո, պաստորեն հունվարի 1-ից արդեն մոտավոր ինչ նախկինում եղել է 3%-ի կարգի, հա։ Շատ լավ, հունվարի 1-ից պաստորեն այս մի հարկատեսակով այս բոլոր նշված ուղղություններից մենք թանկացումներ կունենանք։ Հիմա արտահանման մասին անընդհատ խոսվում է, իհարկե Եվրոպայից այսպես մեզ մի քիչ հանգստացնում են, ծիրաններով նկարները տեսնում ենք, նաև մեկ այլ տեղեկատվություն է ավելի շատ շրջանառվում, որ տարբեր երկրների միջոցով ըստ էության Ռուսաստան արտահանվում է ինչ որ չափաբաժին, հա, որոշակի խմբականակ մեր միրգ բանջարեղենի ու ուղղակի այստեղ տարբեր երկրների այդ ակցիզներ են, հա, այս դրոշմով։ Կա այդպիսի տեղեկատվություն, եթե ոչ, ապա արտահանման հետ կապված խնդիրները հնարավոր է արդյոք Եվրոպայի շուկայով լրացնել։ Արտահանման խնդիրները նոր չեն Հայաստանում, արտահանման խնդիրները նախկինում եղել են եւ այդ խնդիրները պետք է նախ ֆիքսենք, թե ինչպիսի խնդիրներ ունենք արտահանման հետ կապված։ Խնդիրները տարբեր են եղել, լոգիստիկ խնդիրներ, կուրսի տատանման հետ կապված խնդիրներ եւ վերջի տարիներին արդեն երևա եկած այն խնդիրը դա քաղաքական իրավիճակներով պայմանավորված խնդիրներ, պատժամիջոցները, կարծես թե, այո։ Եվ այստեղ ամբողջ բեռը եւ խնդիրը բարթել տնտեսվարողի վրա, որ դա ձեր խնդիրն է, ամենևին արդարացված չէ, որովհետեւ քաղաքական որոշումներով պայմանավորված տնտեսվարողները չէին կարող կանխատեսել, թե այսօր մենք քննարկում ենք, որ Ռուսաստանում ունենք խնդիրներ, իսկ կա որևէ երաշխիք կամ ապահովագրություն, որ մենք ենթադրենք կարողանում ենք մի քանի տարի հետո եվրոպական երկրներում մեր շուկան ապահովել, որոշակի ապրանքատեսակների մասով, ոչ բոլոր ապրանքատեսակների մասով կարծում դա հնարավոր չի լինի։ Եվրոպական խնդիրների մասով մենք ունենանք որևէ ինչ-որ երկրի հետ ունենանք քաղաքական խնդիրներ, այդտեղ չեն առաջանա տնտեսվարողների համար հարցեր։ Այսինքն խնդիրները պետք է նշենք, որ քաղաքական իրավիճակներով պայմանավորված են ավելի շատ, եւ այդ խնդիրների մասին մենք լսում ենք խոսույթ, որ մենք ձեր այդ կառավարություն, տնտեսվարող, մենք ձեզ տեղեկացնում էինք, որ ձեր ապրանքի որակները բարելավեք, որպեսզի կարողանաք ապրանքները այլ շուկաներ անել եւ դիվերսիֆիկացիա իրականացնել, եւ այդ դիվերսիֆիկացիա բառը շատ են օգտագործում, սակայն դա շատ դժվար եւ տարիների ընթացքում կատարվող գործընթաց է։ Ես ուզում եմ նշեմ, որ տնտեսվարողներին նման խոսույթով չենք կարող մենք բերել ապրանքների այնպիսի որակի բարձրացմանը, որովհետեւ այդ խոսույթը շարունակվել է տարիներ, բնականաբար տնտեսվարողներից ոչ բոլորն են, որոնք որ մտահոգված են եղել այդ խոսույթով, դա պետք է իրավական կարգավորում ստանար եւ հստակ կարգավորումներով, որ ձեր ապրանքների որոշակի չափականակ կամ ամբողջ ապրանքատեսակը պետք է ունենան այս չափանիշները։ Այսինքն բայց դրանք նաև անհամատեղելի են, չէ՞, ոչ թե լավ ու վատի հարց է, այլ ուղղակի տարբեր են չափորոշիչները եվրոպական ու ռուսական շուկաներում։ Միանշանակ չեն կարող միանգամից հարմարվել եւ այսօր տնտեսվարողները, որոնց որ արտահանման գրեթե 90%-ը կան ապրանքներ, որոնք որ արտահանվում են Ռուսաստան, եւ իրենք չեն կարող վաղը որոշում կայացնել եւ այդ ապրանքը արտահանել եվրոպական երկրներ, մի շարք գործոններ, նոր պայմանագրեր, տարբեր արժեքներով են այնտեղ արդեն վաճառվում ապրանքները, լոգիստիկ խնդիրներ եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրներ կան, որոնք որ անմիջապես տնտեսվարողը չէր կարող լուծել եւ կառավարությունը ժամանակին պետք է օրենսդրական կարգավորումներով հնարավորություն տար եւ այսօրվա առաջացող խնդիրների մասին տեղեկացներ։ Ոչ թե խնդիրը առաջանա եւ տեղեկացնեն, գիտեք, ինչքա դուք ձեր բիզնես ռիսկերն դուք պետք է կրեք ձեր բիզնես ռիսկերը։
Պարոն Խաչատրյան, նաև կառավարությունը նշում է մի քանի տարբեր ձևակերպումներով դեռ ընտրարշավի ժամանակ վարչապետը հենց այդպես նշում էր, որ ձեր բիբարի հարցը, ծաղիկի հարցը ես կլուծեմ։ Այսինքն որոշակի պետական ծրագրեր արվում են կամ պիտի արվեն, որպեսզի տնտեսվարողների, հատկապես արտահանողների հետ կապված այս խնդիրը ավելի մեղմացն է, սուբսիդավորում կլինի, դա որոշակի վնասի փոխհատուցում, սա կարճաժամկետ կտրվածքով ինչ որ առումով կլուծի խնդիրը եւ կլուծի արդյոք խնդիրը այսպիսի ծրագրերով։ Հասկացա, Լիլի ջան, տեսեք, ես նշեմ, որ համեստություն չանեմ, ասեմ, որ դեռևս 1 տարի առաջ այսօրվա կառավարության ընդունված ծրագրերը գրեթե բոլոր քայլերը, որոնք որ իրականացնում են, ես առաջարկել էի, որը ընդունեցին արտահանումների դեպքում եվրոպական երկրներ մաքսային վճարների արտոնյալ պայմաններ, հետ վերադարձները զրոյական դրույքաչափ, դա շատ կարևոր էր եւ երկրորդը լոգիստիկ ծախսերը, որովհետեւ անհամաչափ են եվրոպական երկրների արտահանման մասով, ինչը կհամատես Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս երկու ծրագրերը այսօր որ առաջի ծրագիրը որ մաքսային վճարների մասով իրականացրել են կարճաժամկետ եւ պետք է դիտարկեն հետագայում երկարացման անհրաժեշտություն կա թե ոչ, իսկ լոգիստիկ ծախսերի մասով դեռևս քննարկում են իրականացնում, այս երկու ծրագրերը ըստ իմ մասնագիտական դիտարկման պետք է իրականացվել ավելի վաղ շրջանում, 1 տարի առաջ, որպեսզի տնտեսվարողները կունենային հնարավորություն արդեն իսկ ավելի հարմար պայմաններով մրցակցային գներ առաջարկել եվրոպական երկրներին։ Ոչ թե խնդիրը այսօր առաջ կար, նոր այդ խնդիրները նոր փորձեն այդ արտոնյալ պայմանները ստեղծել։ Դուք նշեցիք, որ քաղաքական է հիմքը ըստ էության։ Այո, քաղաքական է, բայց ես եթե չեմ սխալվում, ուղիղ 1 տարի առաջ կարծես թե նույն իրավիճակով պայմանավորված մենք նույն խնդիրներն ունեցել ենք հենց ծաղիկների եւ հատապտուղների մասով արտահանումների խնդիր ենք ունեցել եւ այդ ժամանակ արդեն պետք է սպառնալիքը հասկանալի լիներ եւ իրականացնեին այդ քայլերը։ Ես կանխատեսելով որ հնարավոր այդ քայլերը իրականացնելու համար ժամանակ պետք է եւ անընդհատ դա կարող է կրկնվել, նախաձեռնել ենք եւ առաջարկն իրականացրել ենք։ Իսկ մյուս ծրագիրը, որ արդեն իսկ քննարկվում է, դա ընթացիկ ծախսերի մասով, այսինքն գյուղատնտեսական ոլորտում միայն արտահանման գումարներից իրենց ընթացիկ շահույթը չեն ապահովում։ Այստեղ անընդհատ գեր ընթացիկ ծախսեր ունեն տվյալ տնտեսվարողները։ Վարկային մեծ ծանրաբեռնվածության տակ են, աշխատուժի խնդիր ունեն ապահովման, կոմունալ բարձր վճարներ են կատարում։ Եվ եթե նրանք մի քանի ամիս այդ ծախսերը չկարողանան իրականացնել, նրանց մոտ սպառնում է արդեն փակվելու կամ որոշակի ժամանակով գործունեությունը կասեցնելու։ Հիմա ինչքան է կարևոր այստեղ պետության միջամտությունը, որովհետև տեսեք գյուղատնտեսական ոլորտում, ջերմոցային տնտեսությունում աշխատուժը հիմնականում տվյալ շրջաններից աշխատողներ ենք մենք ներգրավել եւ նրանց գործունեության կասեցումը նաեւ այլ խնդիր է մեզ մոտ առաջացնելու։ Գործազրկություն տվյալ շրջանում, ինչը այլ ավելի կարևոր է։ Այսինքն այստեղ կարևոր է այդ ընթացիկ ծախսերի մասով պետության անմիջապես ներգրավումը, որովհետեւ այդ գյուղատնտեսական գործունեություն իրականացնողները, տեսեք, իրանք միայն իրենց բիզնես ռիսկով չեն իրականացնում, իրանք իրենց ներդրած գումարներով չեն իրականացնում։ Նրանք իրականացնում են նաեւ այլ հարկատուների միջոցներով, ինչպես որովհետեւ գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնողների մեծամասնությունը սուբսիդավորում են ստացել պետության կողմից, այսինքն այլ հարկատուների հաշվին սուբսիդավորում են իրականացնել, որովհետեւ խթանեն տվյալ ոլորտները։ Եթե մենք հիմա իրանց ասում ենք, որ ձեր բիզնես ռիսկերն է դուք իրականացրեք ինչպես ուզում եք, բայց մենք պետությանն ենք վրանց հասցնում, այլ հարկատուի վճարված հարկերն ենք մխսում։ Այստեղ անմիջապես պետք է եւ աշխատուժի մասով, եւ հարկերը չվատնելու մասով, եւ տվյալ բիզնեսները փրկելու մասով պետք է պետության անմիջապես միջամտությունը, ինչը կաղում է եւ այդ ծախսերի մասով քննարկում է դեռևս իրականացնում, ես կարծում եմ շատ արագ պետք է այստեղ որոշում իրականացնել։ Մեր տնտեսությունը ունի այդ անվտանգության բարձիկը, հա, դիմադրելու կարողությունը եւ ինչքան ժամանակ հետո կարող է քաղաքացին իր վրա զգալ այս բոլոր փոփոխությունների, մենք քիչ հետո ձեր թույլտվությամբ նաեւ նոր հարկերի ավելացման այս խնդիրների մասին կխոսենք։ Ինչքան է այդ ժամանակը, որից հետո տնտեսությունը արդեն քաղաքացին զգում է, ինչ որ բան է ինչի։ Ցավոք սրտի կան ոլորտներ, որտեղ ուշ են զգում եւ այդտեղ է որ երբեմն գնահատականներ չեն տալիս կառավարության աշխատանքի իրենց իրականացված գործունեության կամ անգործության արդյունքում հետևանքները, լինում են ոլորտներ կամ լինում են դեպքեր, որ դա անմիջապես սպառողին շատ ուշ է ասնում, բայց կան ոլորտներ, որտեղ անմիջապես է դա անդրադառնում, օրինակ հենց ծաղիկների ոլորտում շատ արագ
ստանում են արձագանք 1-2-3 ամսվա մեջ տվյալ ոլորտում ներգրաված անձնակազմը գործունեություն իրականացնողները 2-3 ամսվա մեջ իրենց մոտ զգալու են խնդիրը եւ եթե որոշ ժամանակ շարունակվի այս իրավիճակը եւս 2-3 ամիս շարունակվի մենք մեծ շղթայական բացասական հետևանքներ ենք ստանալու կան ոլորտներ որոնք որ որոշակի չափով կարող են կոմպենսացնել ու կարող հատապտուղները հնարավորություն ունենան տվյալ ապրանքները սառեցնեն եւ հետագայում վաճառք իրականացնեն, բայց օրինակ ծաղիկների պարագայում դա հնարավոր չի։ Պարզապես տվյալ ապրանքը թափվում է։ Կան ոլորտներ, այսինքն այս ոլորտներից կախված, բայց միևնույն է դա շղթայական հետագայում ազդեցություն ունենալու եւ եթե ինչքան երկար շարունակվի, այդքան ավելի մեծ զանգվածով զգալու ենք դրա բացասական հետևանքները։ Պարոն Խաչատրյան, իսկ բացի արտահանման հետ կապված խնդիրներից, հարկերի նոր փոփոխություններ նախատեսվում է, որովհետև անընդհատ խոսվում է, որ բոլոր հարկատեսակներով բարձրացումներ են սպասում եւ այլն։ Ինչ նոր հարկային եւ ոչ միայն հարկային, խնդիրներ են սպասում, որոնց առաջ կարող են տնտեսվարողները կանգնել։ Մենք միջև ընտրությունները առիթ ունեցանք հանդիպելու տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկեցինք թե իրենց ինչպեսի հարկային քաղաքականություն են պլանավորում այսօր կառավարություն ստանձնած թիմը եւ շարունակեց դրանից խոսույթը որ հարկային փոփոխություններ հետեւյալն են լինելու մենք ունենք հարկման հատուկ ռեժիմ եւ ընդհանուր ռեժիմ հատուկ ռեժիմում արտոնյալ պայմանում աշխատող փոքր եւ գերփոքր բիզնեսներն են նրանց առաջարկը այսպեսին է որ այդ փոքր եւ գերփոքր բիզնեսի աշխատողների շեմը այսօր միկրոձեռնարկատիրության աշխատող շեմը 24 միլիոն է բարձրացնել դարձնել 50 միլիոն եւ եւս մի զանգված որոնք որ աշխատում են շրջանառության հարկի դաշտում այդ հարկատեսակը դուրս հանել եւ սա մեծ բացասական հետևանքների է բերելու է տոտալ թանկացման եւ ստվերի ավելացմանը թերևս սա քննարկման տիրույթում է եւ որպես այդպեսին կառավարությունը հայեցակարգեր է տրամադրել մասնագետներին որպես իրենց կարծիքը արտահայտեն թե ինչ ուղղությամբ են նայում մեր հարկային փոփոխությունները բայց ես մի մտահոգություն ունեմ ես արդեն բարձրաձայնել եմ իմ տեսակետները թե ինչպես են պատկերացնում մեր հարկային քաղաքականությունը բայց լսելի չի լինելու մեր բարձրաձայնված կարծիքները ենթադրում եմ որ պահպանելու են միկրոձեռնարկատիրության համակարգը եւ շրջանառության հարկը հանելու են Սրա մասին խոսվում է արդեն որերորդ տարին է եւ դա այդ փոփոխությունները նախատեսվում են շատ արագ հապճեպ իրականացնել ցավոք սրտի ժամանակ չտալով տնտեսվարողներին հարմարվել նոր իրավիճակներին եւ պետք է այստեղ հստակ գնահատական տանք այդ փոփոխությունները ինչ ազդեցություն են ունենալու ոչ մի թվաբանական կանխատեսման աշխատանքներ չկան այդտեղ թե այդ փոփոխությունների արդյունքում որքան հարկեր քաղաքագրեն ավել եւ շրջանառության հարկի փակման արդյունքում ինչ բացասական ազդեցություն կամ ինչ դրական ազդեցություն Որ ոլորտներն են ավելի շատ տուժելու Գրեթե բոլոր փոքր եւ փոքր ոլորտները, որոնք որ փոքր տնտեսվարողներ են, առևտուր իրականացնողները, արտադրություն իրականացնողները մեծ վնասներ են կրելու եւ այստեղ մի ուրիշ խնդիր կա միկրոձեռնարկատիրության շեմը բարձրացնելը դա դեռ չի նշանակում որոշակի հարցի կարգավորում հակառակը այլ ավելի են խնդիրը բարդացնում ինչի որովհետեւ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատողը չի կարողանում աշխատել մեկ այլ իրավաբանական անձի հետ, որովհետև նրանց այդ աշխատանքը մյուս իրավաբանական անձի ծախսերի խնդիր ունի եւ իրանց հետ համատեղելի չի աշխատանքը։ Մի շարք մասնագիտական խնդիրներ կան, որ միկրոձեռնարկատիրության հարկի շեմը որոշակի բարձրացնելով, շրջանառության հարկը հանելով, այլ ավելի ենք մենք խնդիրներ ստեղծելու։ Ուստի անհրաժեշտ է միջև այդ փոփոխությունները կատարելը, շրջանառության հարկը հանելը լայն քննարկում իրականացնել։ Ես իմ մասնագիտական դիրքորոշումն այն է, որ շրջանառության հարկը միանշանակ պետք է պահպանվի որոշակի փոփոխություններ կատարվելուց հետո եւ խստացվի վարչարարությունը։ Հակառակ պարագայում մենք ունենում ենք հարկային օրենսգրքի փոփոխություններ առանց գնահատման։ Օրինակ մենք գիտենք, որ հաշվապահական իրավաբանական ոլորտները պարտադրեցին աշխատել ավելացած արժեքի հարկի դաշտում արդեն 1 տարի։ Լավ տեղյակ եք, որ ինքս պայքարում է այդ փոփոխության դեմ եւ իմ մտահոգություններն է բարձրացնում, որ ստվեր կլինի եւ 1 տարի անցել է փաստահեն տվյալներով ասում են, որ իրավաբանական եւ հաշվապահական ոլորտները 1 տարվա ընթացքում զգալի շրջանառությունները անկում են ունեցել եւ այդ շրջանառությունները անկում են ունեցել ոչ թե տվյալ ոլորտների գործունեության փակմամբ, այլ ստվերի ավելացում է տեղի ունեցել։ Այսպիսի փոփոխությունները, որ կատարելն են, պետք է դրանք հիմք հանդիսանեն, որ չի կարելի կտրուկ այդպիսի փոփոխություններ կատարել։ Եվ հիմա նախատեսում են նման
մեզ ինչպես հաշվապահական իրավաբանական ընկերություններին պարտադրեցին եւ մնացած բոլոր տնտեսվարողներին պարտադրել բոլոր առևտրային շրջանառության հարկը վերացվում է։ Ոչ թե շրջանառության հարկը վերացվում է եւ կարելի ասել հիմնական բոլոր տնտեսվարողները աշխատում են ընդհանուր հարկման դաշտում եւ միայն էմոցիոնալ եւ ինչ որ մի քանի երկրների օրինակ բերելով, բայց ավելի շատ երկրներ, որոնք ունեն փոքր միջին բիզնեսի համար հատուկ հարկման դաշտեր, դա հաշվի չառնելով այդպիսի հիմնավորումները փորձեն այդպիսի փոփոխություններ կատարեն։ Դա շատ արկածախնդրությանը նման։ Պետք է ունենան տվյալ հստակ վերլուծություններ եւ կանխատեսումների գնահատականներ։ Սրանց բացակայությունը բերում է արդեն նաեւ պատասխանատվության բացակայության, որովհետեւ այդ որոշումը կայացնում են, չունեն ինչպիսի կանխատեսումներ եղել եւ որոշակի պատասխանատվություն չի սահմանվում։ Փաստորեն սա սպասում է։ Այս դաշտում մենք նույնպես սպասում ենք կոլապսի ամբողջ հարկային դաշտի փոփոխություն է նախատեսում, ցավոք սրտի մեծ փոփոխություններ են նախատեսում։ Ես նշեցի միայն հատուկ հարկման դաշտերը, բայց կան դրական փոփոխություններ, բայց հիմնական մասը անկանխատեսելի փոփոխություններ են իրականացվել։ Եթե այսպես ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումը տամ, պարոն Խաչատրյան, այսինքն ավելի բարձրանալու են հարկերը, դժվար պիտի լինի տնտեսվարողների համար ավելի աշխատել այստեղ։ Կարճ ասած, այո, որովհետև բարձրանալու են հարկերը, որը նպաստելու է մի քանի գործընթացի, առաջինը գների թանկացմանը, երկրորդը ստվերի ավելացմանը եւ նաեւ բերելու է անառողջ մրցակցության։ Հիմա մենք օրինակ հաշվապահական ընկերությունները այսօր հայտնվել ենք անառողջ մրցակցության դաշտում, որովհետեւ մենք շարունակել ենք պահպանել մեր օրինականությունը, մեր շրջանառությունները, ինչպես նշեցի, մի շարք տնտեսվարողներ անցել են ստվերի դաշտ, բնականաբար նրանց գնահատառաջարկը այլ է, մենք չարք կարող իրար մրցել։ Նույնը կատարվել է մնացած ոլորտների հետ։ Փաստորեն գնաճի կբերի եւ ստվերի ավելացման։ Եվ կներեք ներողություն եմ խնդրում, մոնոպոլիայի նաեւ նպաստող գործընթաց է դա։ Հա։ Այսինքն, որովհետեւ եթե մենք ինչքան վնաս ենք հասցնում փոքր միջին բիզնես տնտեսվարողներին, այդքան ավելի շատ մոնոպոլիայի խնդիր ենք ստեղծում։ Սրանք նշեցիք, որ հաշվարկներ էլ չկան, այսինքն այս ամեն ինչի արդյունքում դժվար է պատկերացնել, նույնիսկ վերջնական, հա, ինչ որ հաշվարկ ունենալ թվային տեսքով, արդյոք բյուջեի մուտքերը կավելանան, արդյոք սրա, այսինքն հիմնական ինչի համար որ արվում է, այս խնդիրը կլուծվի։ Շատ մտահոգիչ է, արդյոք կավելանան թե չեն ավելանան կամ կավելանան ինչի հաշվին կավելանան, եթե կրկին անդրադառնանք երկու ոլորտներին, որոնց մոտ բյուջեի ավելացում չի եղել հարկերի վճարման, կանխատեսելի է, որ մյուս ոլորտներում նույնպես է լինելու։ Այսինքն այդ փոփոխությունները սկզբի շրջանում հնարավոր է Երևան թվան թե դրանք բյուջեի ավելացումներ են իրականացնելու, բայց հետագայում պարզվի, որ դրանք բյուջեի ավելացում չի իրականացել։ Այսինքն մենք վնաս ենք հասցնել եւ տնտեսվարողներին, եւ հարկատուներին։ Հետագայում ելի ստիպված ենք լինելու մի 2-3 տարի հետո փոփոխություն իրականացնենք։ Սա էլ բերելու է արդեն օտարերկրյա ներդրումների նվազմանը, քանի որ ինչքան շուտ են փոփոխությունները կատարվում, այդքան անորոշ վիճակ է ստեղծվում։ Պարոն Խաչատրյան, Հայաստանի տնտեսության աճը այս պահին, հա, կարելի է արձանագրել, որ կայուն աճ է, կան արդյոք ռիսկեր, նաև մասնագիտական առումով, որովհետև անվտանգային եւ այլ այսպիսի ռիսկեր մենք տեսնում ենք, եւ կան արդյոք այնպիսի ռիսկեր, որոնք կարող են այս աճը դանդաղեցնել կամ ինչ-որ կանգառի հիմք դառնալ։ Մեր տնտեսությունը աճում է, բնականաբար աճ ունենք, կանխատեսելիությունը, եթե չեմ սխալվում, 5-ից 5.5% է 2026 թվականի համար։ Աճ ունենք, բայց շատ վտանգավոր աճի մասին ենք մենք խոսում, պետք է տեսնենք, թե ինչ գործոններից է աճը պայմանավորված եւ արդյոք կան կախվածություն ոլորտներից կամ իրավիճակներից։ Այո, ունենք այդ կախվածությունը, շինարարական ոլորտներ, ծառայությունների ոլորտներ, արտարման խնդիրներ, արժութային խնդիրներ, այս գործոնները երբ որ սկսեցին արդեն տատանվել, մենք ունենալու ենք աճի անկում եւ շինարարական ոլորտը, որը որ մեր շղթայապական ապահովում է տնտեսական աճ, այստեղ մենք մեծ մտահոգության հարց ունենք։ Մանավանդ եկամտահարկի Եկամտային ինքը շղթայական մեծ տնտեսական աճ է ապահովում շինարարական ոլորտը, որովհետեւ միայն շինարարությունով չի պայմանավորված, որտեղ դրանց սպասարկում են ծախսեր, հետո այդ շինարարությունը ավարտվում է, բնակիչներն են սկսում որոշակի ծախսեր իրականացնել, երբ որ դրա կանգ տեսնեն կամ արտարման խնդիրները, որը որ մեր վրա զգալու ենք, երկարատև հետևի, արժույթի տատանումները, այո, այս տնտեսական աճը շատ մտահոգիչ է եւ պետք է այսօր քայլեր իրականացնել հետագա կանխատեսվող տնտեսական աճի անկման դեպքում։
թե ինչ գործողություններ պետք է իրականացնենք։ Այսօրվանից պետք է բուֆերային գումարների ստեղծման մասին խոսենք եւ այո, մենք ունենք պետական парքի ավելացում, դրա մասին շատ է խոսում, որ պետական парքը կգնահատվի նույնիսկ ավելացել է վերջի 8 տարվա շրջանում, ըստ օրենքի ինքը վերահսկողության ցուցանիշների մեջ է, բայց զուգահեռաբար պետք է դիտարկել հետեւյալ գործոնը։ Այո, այսօրվա մեր տնտեսության մեր հնան թույլ է տալիս, որ մենք ենթադրենք շատ արագ այդ պետական парքը մարենք, սակայն հետագայում եթե մեր տնտեսական աճը նվազի կամ հնան նվազի, արդյոք մենք այդ նույն հնարավորություն ունենալու ենք դրանք վճարենք։ Այսինքն սա պետք է հաշվի առնել ոչ թե միայն այսօրվա մեր տնտեսական ուժով, այլ ապագայում պետական парքի ավելացումը։ Եվ կարևոր գործոն է, Լիլիթ ջան, որ մենք մեր պետական парքի ավելացումը, տեսեք, կարող է մեր հարկերի բարձրացումը կամ պետական парքի ավելացումը կարողանանք հիմքեր դնել, պետական парքի ավելացումը ըստ իր օրենքի, ասենք, սահմանված է, չափից դուրս չենք, կամ հարկերի ավելացումները որոշակի հիմնավորումներ կամ ոչ հիմնավորումներ ընդունեն, բայց կարևոր գործոնը դրանց ծախսման մեխանիզմները, թե ինչպես են դրանք ծախսվում եւ ինչպես տեսանելի, ինչպիսի գործընթացներ են իրականացվում։ Այնց կարևոր գործոն է նաեւ այստեղ։ Օրինակ, ինչպես նշեցի, սուբսիդիաներ են իրականացնում եւ այդ սուբսիդիաները արդարացված չեն լինում, ստացվում է։ Այո, փաստորեն չի բերում շարունակականության։ Այսինքն ինքը իր հերթին նոր արժեք չի ստեղծում։ Հիմա մի շարք գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներ կան, որոնք պետությունից ստացել են միլիոնավոր սուբսիդիաներ վարկի տոկոսների մասով, եւ իրենք այսօր կանգնած են իրենց ապրանքները վաճառելու խնդրի առաջ։ Եթե բնականաբար իրենք փակվեցին, այդ գումարները իրանք սնանկ են ճանաչվելու, այստեղ վրանց է կրելու նաեւ պետությունը, որտեղ սուբսիդավորել է։ Այո։ Միայն բիզնես եւ բանկի խնդիրը չի, պետության մասնակցությունն է կա։ Պարոն Խաչատրյանov, դրամի մասին դուք խոսեցիք, որ արժևորումը հիմա նկատելի է, որ որոշ դեպքերում նաև նպաստում են, այսինքն ինչ-որ մեխանիզմներ է կիրառվում դրամի արժևորման, օգնում է սա, թե վնասում արտահանողներին կամ տեղական արտադրողին առհասարակ դրամի արժևորումը։ Դրամի արժևորումը ունի բացասական եւ դրական կողմեր, բայց դրական կողմերը կարծես թե քաղաքացիները չեն զգում, եթե դրամ արժևորվում է, պարզ է, որ ներմուծումներից ապրանքների գները պետք է էժանանան եւ սպառման ապրանքները պետք է ավելի ցածր գնով կարողանան։ Սպառումը ավելի ցածր արժեքով պետք է լիներ, մրցակցություն ունենալով տեղական շուկայի հետ, իհարկե փոքր վնաս կարող էր հասցնել տեղական շուկային, բայց ամեն դեպքում մենք որպես սպառողներ դրամի արժևորումից հետո այն ապրանքները, որոնք որ ներկրվում են, պետք է ավելի ցածր գնով ձեռք բերենք, ինչը չենք տեսնում։ Այսինքն դրական կողմը դա պետք է լիներ, որը որ չկա ըստ էության այստեղ նույնպես պետական միջամտության անհրաժեշտություն կա, որովհետև տնտեսական մրցակցության հանձնաժողով, սպառողների իրավունք եւ այլն, եթե հակառակն է լինում, օրինակ դրամը արժեզրկվում է, անմիջապես գների թանկացում ենք տեսնում եւ հիմնավորում են, որ դրամի արժեզրկումը եղել է, բարձրացումը տեղի ունենում։ Հակառակ պարագայում չենք տեսնում նույն գործողությունները։ Իսկ բացասական կողմը, որը որ արդեն իսկ զգում են տնտեսվարողները կամ հանած ծառայություն իրականացնողները, դրանք արտահանումների ժամանակ բնականաբար շատերը ունեն մեծ պայմանագրեր կնքած եւ այդ արժեքներով իրականացնում են արտահանումները կամ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք որ երկարաժամկետ պայմանագրեր ունեն կնքած եւ այսօր դրամի արժևորումը բերել է իրենց մոտ խնդիրներ։ Զբոսաշրջության ոլորտում ունեն խնդիրներ, թերևս այստեղ արդեն նաեւ տնտեսվարողները նույնպես պետք է իրենք որոշակի բիզնես մտածելակերպ ունենան եւ կանխատեսելիություն ունենան, ես առաջարկում եմ, որ տվյալ տնտեսվարողները իրենց պայմանագրերում արժույթի տատանման որոշակի բուֆերային սահմաններ ունենան, որպեսզի հետագայում կարողանան վերահսկել իրավիճակը եւ պետությունը իր երթին պետք է արդեն որոշակի միջամտություն իրականացնի։ Պարոն Խաչատրյան, ձեր, այսինքն տնտեսվարողներն ըստ էության պիտի մի քանի առումով այսպես շատ պատրաստված լինեն, կանխատեսեն այն, ինչ որ կարող է լինել այս երկրում, անընդհատ ինչ որ փոփոխություններ, հա, այս պարագայում ձեռնտու կմնա, այսինքն եթե այս միջամտությունները չլինեն, ինչպես ասում են, գծի վրա նորմալ չգա, չվերադառնա իր հունի մեջ, հարմար կլինի այստեղ տնտեսվարելու, այս գործունեությամբ զբաղվելու առհասարակ։ Մեր տնտեսվարողները այսօր նշեցին, որ հարակային խնդիրներ ունեն, բայց նաև ունեն ոչ հարակային խնդիրներ, որոնք որ էլի ոչ անկախ իրենց գործընթացից է պայմանավորված, օրինակ on-line հարթակներ, սուպերմարկետների դերը,
եւ այստեղ տնտեսվարողները դիմում են կառավարությանը, առաջարկում են որոշակի, անմիջապես ես ինքս մասնակցել եմ, առաջարկում են որոշակի ձեռագրեր, թե ինչպես կարողանան այսօր on-line հարթակների հետ աշխատել կամ սուպերմարկետների հետ աշխատելու ձեռագրեր, այսինքն այնպես չէ, որ մեր տնտեսվարողները այնքան էլ ճկուն չեն, սակայն կան գործընթացներ, որոնք իրենցով պայմանավորված չի։ Մենք գիտենք, որ on-line հարթակները կարծես թե կլանել են ամբողջ շուկան եւ փոքր միջին բիզնես իրականացնողը չունի այդ հնարավորությունները ինքը ստեղծել այդպիսի էլեկտրոնային հարթակներ, որ կարողանա մրցել արտասահման էլեկտրոնային հարթակներ։ Բնականաբար դիմում են կառավարությանը, որպեսզի ստանան աջակցություններ կամ սուպերմարկետները անձ ունի մի խանութ եւ հարևանությամբ բացվում է սուպերմարկետ, անմիջապես իր գործունեությունը հետագա ընթացքը կասկածի տակ է։ Այս հարցերով բնականաբար տնտեսվարողները մտածել են, սակայն հասկացել են, որ խնդիրների լուծումը մեծ մասշտաբային միջամտության կարիք կա, բայց քանի որ այստեղ էլ մենք կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով ունենում ենք հետեւյալ պատասխանը. ձեր բիզնեսն է, դուք փորձեք հարմարվել իրավիճակներին։ Բնականաբար հարմար չի լինելու եւ չեն կարողանալու նրանք հարմարվել այս իրողություններին։ Հարկային խնդիրներ, արտահանման խնդիրներ, վերջի վերջո մեր հիմնական խնդիրը պետք է լինի, որ մենք մեր ապրանքներն ու ծառայությունները կարողանանք արտահանել։ Եվ կառավարության դերը ես բազմիցս նշել եմ, ոչ թե միայն գումարների հավաքագրումն է եւ դրանց բաշխումն է արդյունավետ, այլ նաեւ խորհրդատվությունն է։ Ինքը պետք է խորհրդատվություն իրականացնի տնտեսվարողների, հատկապես փոքր միջին բիզնեսների հետ։ Եվ պետք է արձանագրենք, որ այսօր կառավարություն եւ փոքր միջին բիզնեսների հետ կապը շատ թույլատրել է, գրեթե կապ չկա եւ իրենք փոքր միջին բիզնեսի խնդիրների մասին տեղեկանում են մշտապես նույն մարդկանցից եւ նույն տեսակի խնդիրների մասին են իրազեկվում։ Այնինչ կարելի է ավելի մեծ մասշտաբով իրականացնել։ Բնականաբար ձեռնտու չի լինելու, երբ որ մարդիկ առաջարկներ իրականացնեն, ինչպես կարելի է իրենք հարմարվեն նոր իրավիճակում, որոշ ժամանակ հետո հիասթափություն է լինելու եւ շատերը այդ փոփոխությունները նույնիսկ որ կանխատեսվում է հարկային ընդհանուր հարկման դաշտ, մտածում են Հայաստանում այլևս բիզնես չիրականացնել։ Բնականաբար պետք է այստեղ մտահոգվի հենց կառավարությունը, որովհետեւ փոքր միջին բիզնեսը ինչքան կրճատվեց, այդքան մենք ունենալու ենք մոնոպոլիա, գների թանկացում, անկառավարելի վիճակ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում Պրոֆակտն է։ Իրականում շատ կարևոր է շատ ավելի մանրամասն հասկանալ այն բոլոր փոփոխությունները, որ ամեն օր ընդունվում են։ Փաստորեն, բացի արտահանման խնդիրներից, որի մասին ավելի շատ է խոսվում եւ այսպես յուրաքանչյուրս դրա հետ առնչվում ենք, տնտեսվարողներն ունեն այլ հստակ խնդիրներ, հարկային փոփոխությունների հետ կապված եւ այլն։ Շատ կարևոր է, որպեսզի ժամանակին միջամտություն լինի, որովհետև օտարերկրյա ներդրումների հետ կապված մենք մեծ հույսեր այս պահին չունենք, իսկ ինչ վերաբերում է մեր տնտեսվարողներին, փոքր ու միջին բիզնեսին, եթե ձեռնտու չլինի արդեն այստեղ գործունեություն ծավալելը, սա արդեն ինչ-որ վտանգների մասին կխոսի։ Այսինքն կարծում եմ, որ պետությունն էլ պիտի ժամանակին ու շատ արագ քայլեր ձեռնարկի, եթե իհարկե նպատակը Հայաստանը դատարկելը չէ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Արտահանումների հետ կապված խնդիրը չլուծելու դեպքում 2-ից 3 ամիս անց մենք ունենալու ենք շղթայական ցնցումներ։